Ժողովուրդ օրաթերթը գրում է. գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Սևանի լճի տարածքում գտնվող ապօրինի շինություններից մի քանիսը պետք է հողին հավասարեցվեն։ Հայտարարությունը հնչեց վճռական, սակայն դրան հետևած գործողությունները կրկին հարցեր առաջացրին։ Աննա Վարդապետյանի կողմից հիշատակված մյուս խոշոր օբյեկտները Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը եւ ՀՀՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող հարսնաքար համալիրը չեն քանդվելու ամբողջությամբ։ Ժողովուրդը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ հարսնաքար համալիրից նախատեսվում է քանդել ընդամենը 2-3 քոթեջ։ Իսկ հիմնական շենքի մասով քննարկվում են այլ սցենարներ, այն պետականացնել, ծառայեցնել այլ նպատակների կամ վաճառել։ Նույն տրամաբանությամբ Վլադիմիր Գասպարյանի առանձնատունն է եւս նպատակ կա պետականացնելու եւ դարձնելու որևէ մանկական կամ կրթական կենտրոն։ Ստացվում է հետաքրքիր, բայց վտանգավոր տրամաբանություն։ Ապօրինի շենքը ապօրինի է այնքան ժամանակ, քանի դեռ պատկանում է նախկիններին։ Իսկ երբ սեփականատերը փոխվում է կամ օբյեկտը անցնում է պետությանը, ապօրինությունը վերածվում է օրինականության։ Իրավունք թերթը գրում է. ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն գործող պատգամավորներից շատերը ցանկություն են հայտնել վճարել 500,000 դրամ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։ Սակայն Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, որ ինքնանուն առանուն կասի, թե ով կարող է լինել ցուցակում, հասկացնելով, որ նրանց ցանկություններն առ ոչինչ են, կարևորն իր ցանկությունն է։ Դեռ գծում բռնում է ինտրիգը կպահի մինչև տարեսկիզբ, ասել է աղբյուրը։ Հրապարակ թերթը գրում է. 3 տեղեկացանք, որ ՔՓ վարչությունը մերժել է նաև ՔՊ-ի հնաբնակներից Հայկ Ցիրունյանի, ինչպես նաև նորահայտ ՔՊ-ական Ջուլիետա Ազարյանի Ջուլիի թեկնածությունը։ Եթե Հայկ Ցիրունյանի դեպքում ԿՊ-ում անակնկալի չեն եկել, համարում են, որ նա ասես այլ մոլորակային լինի, իրերն ու երևույթները միշտ սեփական խոհափիլիսոփայությամբ է վերլուծում, ապա շատերն անակնկալի են եկել Ջուլիի պարագայում, որը մինչև վերջին բջիջը ծառայում էր իշխանություններին եւ սրբազանների դեմ ամենակեղտոտ գրառումների ու հայտարարությունների հեղինակներ, սակայն փաստորեն այդ անձնուրացությունը չի գնահատվել։ Ստացվում է, որ մինչ այս պահը ՔՊ խմբակցությունից 4 պատգամավոր է մերժվել՝ Ջուլին, Շիշբռնողը, Ցիրունյանը եւ Կարեն Սարուխանյանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ազգային ժողովի ՔՊ խմբակցության ամենասկանդալային պատգամավորներից Հայկ Սարգսյանն ըստ հրապարակ օրաթերթի չի ընտրվել որպես պատգամավորության թեկնածու։ Ժողովուրդ օրաթերթը ԿՊ-ական աղբյուրներից պարզեց, որ ԿՊ վարչությունը նրան մերժել է։ Միաձայն գրեթե 20 հոգանոց վարչությունում ընդամենը 3-4 հոգի է կողմ քվեարկել նրա թեկնածությանը։ Մերժման պատճառները սակայն շատ ավելի խորքային են։ Սարգսյանը լուրջ հակասությունների մեջ էր ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, նրան մեղադրելով կոռուպցիոն հակումներ ունենալու համար, նշելով, որ նա հովանավորում է խաղատնային բիզնեսները։ Բացի դրանից իշխանական աղբյուրների փոխանցմամբ Հայկ Սարգսյանն ու նրա եղբայրը Նաիրի Սարգսյանը հավակնություններ ունեին զբաղեցնելու Տիգրան Ավինյանի տեղը Երևանում առաջիկա քաղաքապետի ընտրությունների համատեքստում։ Ժողովուրդ օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ չնայած փոխադարձ սառը հարաբերություններին Ալեն Սիմոնյանն ու Տիգրան Ավինյանը կոալիցիա են կազմել, որպեսզի կասեցնեն Հայկ Սարգսյանի առաջընթացը ԿՊ-ում։ ԿՊ-ում քննարկել են, թե Հայկ Սարգսյանը եւ եղբայր Նաիրի Սարգսյանը, որը քաղաքային հարցերով բլոգեր է դարձել, մտադիր էին Երևանի առաջիկա քաղաքապետի ընտրություններում դառնալ ԿՊ-ի թեկնածու։ Դրա համար նրանց ընթացքը կասեցվել է մրցակցային տրամաբանությունից ելնելով։ Իրավունք թերթը գրում է. իշխանությունը մարզերում սկսել է ակտիվ ստորագրահավաք ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II հրաժարականի պահանջով։ Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների գաղափարի հեղինակը եղել է Շիրակից ընտրված պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ինչի մասին նա բարձրաձայնել է կուսակցական նիստի ժամանակ։ ՔՊ-ականները մեծ ոգևորությամբ են ընդունել Սարուխանյանի առաջարկը, ավելին ասում են, թե Նիկոլ Փաշինյանը նույնիսկ գովեստի խոսքեր է հնչեցրել նրա հասցեին, եւ ահա անմիջապես գործի են լցվել։ Փաշինյան-Նիկոլի պատարակներին որպես կրուպապադերժկի աշխատող շրջիկ հավատացյալները թղթերով շրջում են գյուղերի ու քաղաքների կանգառներում եւ ստորագրություններ փորձում կորզել ժողովրդից, սկսելով հենց Շիրակի մարզից։ Հրապարակ թերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեն մի տողանոց հաղորդագրություն է տարածել։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը մասնակցում է դեկտեմբերի 15-ից 19 Դոհայում ընթացող ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին։ Կից լուսանկարից երևում է, որ պատվիրակության կազմում են նաև ԲԴԽ նախագահը, արդարադատության նախարարը։ Իդեպ այս անձինք հաճախ են համատեղ գործուղումների մեկնում, հավանաբար արդեն պետության հաշվին վոյաժների մեկնող տուրիստական խումբ է ձևավորվել, միմյանց միջև կոնտակտ է ստեղծվել, բայց մենք տեղեկացանք, որ չնայած համաժողովի թեման եղել է հակակոռուպցիոն պայքարը, սակայն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ելույթ չի ունեցել, նա միայն ծափտվողի դերում է եղել։ Ելույթ ունեցել է պատվիրակության ղեկավար Սրփուի Գալյանը։
Ժողովուրդ օրաթերթը գրում է. 3 Սևանի ափին բեմադրված շոու ծրագիրը, որը իշխանության հերթական ցուցամոլության դրսևորումն էր, թե իբր տեսեք մենք մեր շարքերում գտնվող Սասուն Միքայելյանին պատկանող գույքն էլ ենք ապօրինի գույքի անվան տակ հողին հավասարեցնում, փլվեց։ Բայց հետաքրքիրն այն է, որ նշված ապօրինի գույքը մաշված, երկար ժամանակ չօգտագործված, հալից ընկած 3-4 կառույցներ էին, որտեղ անգամ որպես հյուր մտնելն էր անհնար։ Դղյակները եւ 3800 շինությունները իրենց տեղում են։ Իսկ ով էր այս շոուի գլխավոր դերակատարը, Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը, ով ավելի լուրջ վարույթներով է անցել։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ 2023 թվականին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրելով դատախազների առաջ խաղացման ցուցակում ընդգրկվել հավակնող Գեղարքունիքի մարզի դատախազ Այվազյանի վերաբերյալ տեղեկությունները իրականացրել էր քննություն։ Հրապարակ թերթը գրում է. գրել էինք, որ ԿՊ վարչությունը մերժել է նաև գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի հայտը, նրան նույնպես չի գրանցել որպես նախընտրական ցուցակի թեկնածու։ Պատգամավորի անունը չնայած բազում անգամներ շրջանառվել է աղմկոտ, մասնավորապես թմրանյութերի գործածության պատմությունների մեջ, սակայն ԿՊ վերնախավին առավել զայրացրել է այն, որ Գյումրիում Սարուխանյանն այդպես էլ չկարողացավ մի քանի տարում կուսակցության տարածքային կառույց ձևավորել, որ միասնական աշխատեն հանուն կուսակցության հաղթանակների։ Մենք գրել էինք, որ ապրիլին տեղի ունեցած Գյումրու թիմի ընտրություններից հետո կառույցը հերթական անգամ լուծարվել է։ Այդ ժամանակ կառույցը ղեկավարում էր Կարեն Սարուխանյանը։ Դրանից հետո նոր կառույց դեռ չի ստեղծվել։